Առավոտյան ելակ, դասի պետք է գնաք, դպրոց պետք է գնաք, անպայման դուք ձեր տունը աղոթքի անկյուն ունեցեք։ Ամեն քրիստոնյա մարդ իր տունը պզդիկ աղոթքի անկյունը։ Գոնե մեկ հատ սրբապատկեր, դե կամ ձեր աղոթքի անկյունը։ Անուն Հոր եւ Որդու եւ Որդու Սրբո ամեն։ Հայր մեր, որ երկին լսես։ Ասեք, հայր մեր լսեք, փառք տվեք Աստծուն այդ լույսի համար։ Մենք ամեն արդու հարություն կառնենք։ Քնած տեղից մեզի ով է արթնցնողը։ Դուք գիտեք, մենք մեզի կարթնանանք։ Ոչ, Աստված մեզի հարություն կտա այդ արդու։ Փառք տվեք Աստծուն, որ եւս մեկ օր տվեց ապաշխարելու համար եւ ավելի լավ մարդ դառնալու համար։ Դպրոցում գործի տեղը բարի գործ արեք։ Որտեղ որ աշխատում եք, եթե ձեր մոտ մարդիկ են գալիս, մտածեք, որ Աստված իրենց ուղարկեց ձեր մոտ, որպեսզի սիրով վարվեք իրար հետ, որովհետև Աստված կասե, ես իմ զավակները ձեր քովը ղրգեցի, սիրով վարվեցիք արդյոք իրար հետ։ Ամեն կիրակի պատարագի եք։ Աստվածաշունչը կարդացեք ամեն օր։ Դուք Facebook-ի վրա կամ սոցիալական ցանցերի վրա միշտ նայում եք լիքը բաներ, չէ՞։ Դրեք մի կողմ 15 րոպե վերցրեք Աստվածաշունչ կարդացեք, որպեսզի ճանչնաք Աստծուն, որովհետև Տեր Հիսուսը ասա. Իմ ոչխարները իմ ձայնը կլսեն, ես անոնց կճանչնամ եւ կճանչվիմ անոնց կողմը եւ կճանչվիմ։ Դուք կճանչնաք Հիսուս Քրիստոսը։ Կրնաք ինձի ավետարանեն 5 նախադասություն ասել։ Կրնաք, եթե չէ, ուրեմն դուք չեք ճանչնալ Հիսուս Քրիստոսը։ Վերցրեք, կարդացեք։ Եկեք Տեր Անդրանիկին հարցրեք, Տեր Հայր, որտեղից կարդամ։ Տեր Հայր, այս բանը ինչ կնշանակի։ Հարցրեք եւ այսպես ավելի մոտեցեք Աստծուն։ Ձեր կյանքը կլինի ավելի երջանիկ, ավելի ուրախ, ավելի լուսավոր եւ ավելի իմաստալից։ Եղավ երեխեք ջան։ Դե պահեք Աստծո պատվիրանները։